Վոլոդյա Կոնյանն այսօր առանձնահատուկ անհանգստությամբ է այծերին արոտ ուղարկել, պարավի օրերը դեռ չեն անցել, եղանակն անկանխատեսելի է, այծապանի աչքն էլ անընդհատ երկնքին է, եթե վտանգ զգա կգնա այծերի հետևից։ Դե ասма պարավի ուլանա, մարտից նա վերակալել մի քանի օր, ոնց որ էտա ամառնացավ, ապրիլն ասма դե լավ, դե որ է տենց է, տնասիմ ակու գործը։ Մի վերումա այս ամիսներում ուսում ջարդիլը, անմես, դե ձինա գալի, անձրվա գալի, հմից անձրվա, սա իհարկե անձրվա, բայց ձինա, իսկականից, սարերում նստած արդեն ձինը նստած է։ Այծապանը փորձած գիտի, տարվա այս օրերին, երբ թվում է, թե արդեն գարուն է, գրեթե ամեն տարի ձյուն է գալիս։ Պարավի ուլերի կոտորելն իհարկե չափազանցված պատմություն է, ասում է։ Ուլերը չեն կոտորվի, բայց առայց ձյան տակ այս կենդանիներն իրենց այնքան էլ լավ չեն զգում։ Այծապանը գրեթե երբեք այծերի հետ արոտ չի գնում, այդ գործը լիովին վստահում է պահապան շներին, ովքեր այծերին առավոտյան տանում, երեկոյան ողջ առողջ հետ են բերում։ Բարեբախտաբար մինչ օրս գայլերի հարձակման դեպքեր էլ չեն եղել, ասում է այծապանը։ Ես սատանի անջակը ֆուլ վախիլո դեմի դուս եկան ինչ տեսանել, բայց ամենայն դեպս ստեղ խլադելա գայլը չի եկել, էլի, չի, նման բաներ չի եղել, են չաղկալն նլում, բայց դե նանկատ էպես բան է, սրանց շնույս պուճուր բան են, ծարը տավեր չպեբար բան է, մոշկու միջին մնում է, կողքով անցում ես չես տենում։ Մնացած կենդանիների համեմատ այծ պահելը հեշտ գործ է, բացի այդ այծերը ընդհանրապես ծախս չեն պահանջում, ասում է Վոլոդյա Կոնյանը։ Այծ պահելը իհարկե հեշտ է, որովհետև մի դուս ես անում, նրանք իրենց քեփին ներածում են, ու երեգունը տուն են գալիս։ Խոտ չես տալիս, բան չես տանում։ Այծապանի համար սակայն դժվարություններ երբեմն առաջանում են, երբ այծերը կորչում են, մոլորվում, կամակորություն են անում ու անիմաստ չարչարում այծապանին։ Մի օր իծանը չեկան, շուտը նախանցյալ տարել։ Չեկան, մթնեց, ասի ինչ է լավ։ Են իծանուցը մի քիչ ներքև, տեհա սիպտակին է տալի, ասի օլը հլա հեռադիդակը բեր։ Արդեն երևի 11 կլը։ Հեռադիդակը բերես ուտը մոտիկար տեսա որ իծանն են։ Բայց սրած հելում է դա չեմս հազդրել, հացուտելով, հասնալով, հացուտասնելով, բանանելով, մրինել, անջակիցը քաշելով, պոզիցը քաշելով, իչասերել եմ բերել տուր։ Եվս մի քանի օր ու այլևս ձյան վտանգ չի լինի, ասում է այծապանը։ Այդ ժամանակ հանգիստ խղճով տանը կսպասի այծերի արոտից վերադարձին։ Մերիկ Օլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։